Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, իմ հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Բադալյան, իշխող կուսակցության ներկայացուցիչները վերջերս պարբերաբար հայտարարում են, որ չպետք է թույլ տալ Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին եւ Սամվել Կարապետյանին գալ իշխանության։ Սա թեպետ նրանց կողմից ներկայացվում է որպես քաղաքական հայտարարություն, բայց չեք տեսնում վտանգ, որ կփորձեն օրենսդրական մեխանիզմներով կամ այլ մեխանիզմներով թույլ չտալ, որպեսզի նշված անձանց ղեկավարած քաղաքական ուժերն իսկապես իշխանություն ստանան, հատկապես նաև խոսքը գնում է Գյումրու սցենարով, Գյումրի 2 սցենարով։ Պատահական չէ, որ 3 ուժերի մասին են խոսում եւ ոչ թե այլ ուժերի մասին եւ ինչու հենց այդ 3 ուժերի մասին, որովհետեւ ձեր ասածը մեկ ընդհանուր գործընթացի մեկ դետալի կամ ենթադետալին է վերաբերվում, ենթահարցին, բայց այդ հարցին պատասխանելու համար շատ կարճ պետք է պատկերացնենք այդ համայնապատկերը ինչ է սպասվում ընդհանուր գործընթացին եւ ինչ են հենց այդ 3 ուժերին թիրախավորել այս պահի դրությամբ դեռևս PR տեխնոլոգիաների տեսակետից եւ ոչ թե օրենսդրական, որը իդեպ արդեն տեղի է ունենում։ Մասնավորապես պետք է հասկանանք, որ Հայաստանի ընտրությունները չպետք է դիտարկել զուտ ներքաղաքական մի գործընթաց, որտեղ որոշում է հասարակությունը որոշում է իշխանության ձևավորման գործընթացը, այդպես չէ։ Հայաստանը գտնվում է մի տարածքում, որը սկսվում է Մոլդովա, Ռումինիա, Բուլղարիա, Սերբիա, Հարավային ուրեմն այդ Կովկաս, Կասպիցով, Կենտրոնական Ասիա։ Այս ամբողջ տարածքը արդեն վաղուց երկաժամանակամիջոց է, որ Եվրոմիության ղեկավարությունը, այսպես գլոբալիստները, Ֆրանսիան, իդեպ նաև ազգայնական Գերմանիան, Բրիտանիան, որը Եվրոմիության անդամ չէ, բայց գլոբալիստերի թիմն է, Թուրքիան իր պանթուրքիստական ծրագրով, երբ որ ասում ենք Թուրքիա, հասկանում ենք նաև Ադրբեջան, որտեղ Ադրբեջանը ինքնուրույն երկիր չի, երբ Թուրքիան իր պանթուրանական այդ ծրագրով զուգակցել է Եվրոմիության այս գլոբալիստական այս գաղափարին եւ Եվրոմիությունը գլոբալիստները ամբողջ տարածքը դնում են իրենց հսկողության տակ։ Եվ բնականաբար այս տարածքում պետք է վերանա ռուսական ներկայությունը ընդհանրապես տնտեսական, քաղաքական բոլոր ոլորտներում։ Հիմա Հայաստանում մենք տեսնում ենք տնտեսական ոլորտում քայլ առ քայլ վերանում է։ Սկզբում հեռահաղորդակցության ոլորտից շատ սուսուփուս հանեցը ռուսական ներկայությունը, հետո հեծը տեղի ունեցավ, հետո հիմա խոսում են երկաթգծի մասին, այսինքն տնտեսական ներկայություն չեզոքացնելու մասին, բնականաբար չի կարող տնտեսական մասը չեզոքացվի, քաղաքականը մնա։ Ինչու հենց ձեր թվարկած 3 ուժերին, որովհետև այս 3 ուժերը հայտարարել են, որ իրենք հասկանալի արևմուտքին, ասենք ցանկալի ուժեր չեն, իրանք Հայաստանի ապագան պատկերացնում են, ասենք ռուսական, եվրասիական ինտեգրացիոն համակարգում, որը հակադրվում է գլոբալիստական այս ուրեմն ծրագրին եւ թուրքական, պանթուրքական այս ծրագրին եւ բնականաբար իշխանության գալու դեպքում հավանականությունը շատ մեծ է, եթե չասենք 100% է, որ այս ամբողջ գլոբալիստների ծրագիրը կխափանվի։ Դրա համար այս պահի դրությամբ իշխող քաղաքական ուժը արդեն կամաց գործողություններ իրականացնում, արդեն օրենսդրական փոփոխություններ է իրականացնում, երբ որ դուք ասում եք ինչ կարող են անել, նրանք ոչ թե ինչ կարող են անել ապագայում, այ հիմա արդեն անում են այդ 3 ուժերի մասնակցությունը կամ առնվազն նրանցից մեկի, գաղտնիք չէ, հենց ուժեղ Հայաստանի ուրեմն մասնակցությունը չեզոքացնելու համար։ Նախ ընտրական գործընթացում դեռևս օրինական իմաստ ենք խոսում, ընդունվեցին դիտորդների մասին օրենքը։ Տեղյակ եք, որը ժամանակ առաջ ընդունվեց, որով այնպիսի ուրեմն տեղաշարժեր են իրականացվել, որ կարող են դիտորդներ լինել միայն իշխող քաղաքական կամ արևմտամետ ՀԿ-ների կողմից։ Այսինքն, եթե անազնիվ գործընթաց գնա այս 3 ուժերի նկատմամբ, դիտորդական առաքելությունները դա բնականաբար չեն նկատի ճակատների մեջ։ Սա մեկ, երկրորդ բարեգործության հետ կապված օրենք ընդունվեց, էլի մոտապես, որ մի 2 շաբաթ առաջ, իսկ գաղտնիք չէ, որ ինչպես Սամվել Կարապետյանը, այնպես էլ Գագիկ Ծառուկյանը, ասենք ունեն հիմնադրամներ, որոնք բարեգործություններ են իրականացնում։ Ահա այս օրենքով հնարավորություն է տրվում այդ 2 ուժերին այսպես թե այնպես, որտեղ օրենքի մեկնաբանումը գտնվում է իրենց ձեռքին, դատական համակարգը գտնվում է իրենց ձեռքին, իշխող քաղաքական ուժի ձեռքին եւ այս օրենքի մեկնաբանությամբ կարող են փորձել այս 2 ուժերին կամ
առնվազն նրանցից մեկին այս պահի դրությամբ այդ 3-ից առավել շատ ուրեմն բարձր եղանակություն ունեցող քաղաքական ուժին չեզոքացնել թույլ չտալ ընտրություններին ուրեմն մասնակցությունը։ Սա դեռևս օրինական, բայց կարող է նաև մոլդովական սցենար լինել եւ օրինականի հետ միասին, սա այս պահի դրությամբ մենք չգիտենք հետո ինչ օրենքներ կընդունվեն։ Իսկ մոլդովական սցենար եթե աշխատի, իսկ այս պահին Հայաստանում ոնց որ գնում ենք, տեսնում ենք որ ոչ թե ոնց որ, այլ գնում ենք մոլդովական սցենարով, սա հաստատ է որ գնում ենք մոլդովական սցենարով, կարող են աշխատել մոլդովական սցենարը։ Այդ դեպքում արդեն կոպիտ վարչական միջամտությամբ այդ երեք ուժերին կամ նրանց մի մասին կամ նրանց ուժերի մեջ եղած, ասենք, որոշ կուսակցություններին, որտեղ կան նաև դաշինքներ, չէ՞։ Նրանց թույլ չտալ։ Մոլդովական սցենարի պարագայում, օրինակ Ռուսաստանում ապրող մոլդովայի քաղաքացիներին ընդհանրապես կարելի ասել զրկեցին ընտրություններին մասնակցելու քվեարկելու հնարավորությունից, շատ փոքր քանակությամբ ընտրատարածքներ էին բացվել։ Մեր պարագայում ինչ կարող են անել, եթե մենք խոսում ենք այդ սցենարի մասին։ Տեսեք, մոլդովական սցենարի էությունը որն է։ Մոլդովական սցենարի էությունը կայանում է նրանում, որ ոչ ազնիվ ընտրական տեխնոլոգիաների եւ վարչական ռեսուրսի կիրառմամբ ապահովեն իշխող քաղաքական ուժի վերարտադրությունը։ Դա չի նշանակում հայելային, ուրեմն այս անդրադարձով հայելային կրկնություն։ Հայելային կրկնություն կարող է չլինի, որովհետեւ մոլդովական սցենարը 3 կետից է բաղկացած։ Կետ առաջին, դրսից, ինչ որ անորոշ կան Արևմտյան Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, Կանադայում բնակվող Մոլդովայի քաղաքացիները մասնակցեցին ընտրություններին եւ մոտավորապես 120,000 ձայն բերեցին ուրեմն եւ գումարեցին ընտրական ուրեմն իրենց գործընթացին։ Անհայտ մնաց այդ 120,000 ձայնը ոնց ստեղծվեց, ովքեր մասնակցեցին, ուր գնացին, հասկանալի է որ դա արևմտյան երկրները իրենց վաճառական ռեսուրսով դա իրականացրել են։ Հիմա շատերն ասում են Հայաստանում դա կարող է չլինել, որովհետեւ Հայաստանի օրենքների համանadrությունը դա թույլ չեն տալիս, բայց քանի որ օրենքների մեկնաբանությունը, սահմանադրության մեկնաբանությունը ամեն ինչ իշխանության ձեռքին է, ոչ էլ չի բացառում, որ կարող են ինչ-որ դրա նման մի, ասենք, գործընթաց անել, ինչ-որ քաղաքացիություն տալ, չգիտեմ, տասնյակ հազարավոր մարդկանց ու բերել ընտրություններին ուրեմն մասնակցել։ Ընդունենք, անգամ դրան կարող են գնալ, ամեն ինչին պետք է պատրաստել են, կգնան թե չեն գնա, դա ուրիշ հարց է։ Հիմա սա չկա, այս պահի դրությամբ դա չկա։ Երկրորդ, ձեր ասած տարբերակը Ռուսաստանը, ոչ միայն Ռուսաստան, այլև մեծ Դնեստրին թույլ չտվեցին մասնակցել, այնտեղ էլ կա Մոլդովայի քաղաքացիներ։ Ուղղակի կամուրջների վրա մեծ Դնեստրի հարցում կանգնեցին ավտոբուսները եւ ոստիկանական այդ մեքենաները ու թույլ չեն տալիս, որպեսզի քաղաքացիները գնան եւ Մոլդովայի մեծ Դնեստրից կամուրջով տեղափոխեն, այնտեղ գետը բաժանում են Մոլդովայում, այնտեղ քվեարկեն։ Մոտավորապես 11,000 հոգի քվեարկեց մեծ Դնեստրից, դա թիվ չի։ Ռուսաստանում ընդամենը 10,000 քվեաթերթիկ ուղարկեցին ընտրությունը եւ մեկ տեղամաս կար, մեկ թե երկու տեղամաս բացեցին, երբ որ միայն Իտալիայում 80 տեղամաս բացեցին, 80 ընտրատարածք տեղամաս բացեցին։ Եվ սա երկրորդ, այսինքն լրացուցիչ լցնել, մի հատ արգելել եւ երրորդը։ Այ երրորդ Հայաստանում կարող են անել։ Ինչ է երրորդ կետը այս մոլդովական սցենարի։ Առաջին արգելվեց մի դաշինքի մասնակցությունը։ 1. Հոգի թույլ չտվեցին։ Երկրորդ մեկ այլ դաշինք, որ մոտեցել էր արդեն քվեարկությանը, ուրբաթօր այդ դաշինքից ամենաակտիվ քաղաքական ուժին հանեցին։ Սա երկուս։ Երրորդ, Վելիկա Մոլդովա այդ կուսակցությունը, մեծ Մոլդովա կուսակցությանը թույլ տվեցին, որ քվեարկի, բայց շաբաթօր ասեցին, նրա ձայները չեղալ են կատարելու, որտեղ TikTok-ում նրանք սխալ քարոզարշավ են իրականացրել։ Մոտավորապես 80,000 մարդ գնաց քվեարկեց այդ ուժին, դե որտեղ շաբաթօրը դու չէր կարած զգուշացնել, որ մասնակցեք։ Քվեարկեց, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանեց այդ 80,000 ձայնը ընդհանուր, այսպես մասնակիցների թվականակից։ Եվ չորրորդ տարբերակ, մեկ այլ կուսակցություն, որը մասնակցել էր ընտրություններին, 5.6% է ստացել եւ 6 մանդատ ուներ, ասացին, որ ինքն էլ է սխալ TikTok-ով քարոզ իրականացրել, նրա ձայների մի մասը վերցրեցին, տվեցին իշխող քաղաքական ուժի, բան այդ պաս կուսակցությանը, ով պաշտպանում էր Մայա Սանդուին եւ ինքը 6 մանդատից 3-ը տվեցին Մայա Սանդուին, 3-ը տվեցին ընդդիմադիրներին։ Արդյունքում 31 թե 32% վարկանիշ ունեցող քաղաքական ուժը Մայա Սանդուին աջակցող կուսակցությունը, որ ընտրություններից մոտ 3 ամիս առաջ ընդամենը 30% վարկանիշ ուներ, ընտրությունների վերջնական արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ժողովի կողմից իրեն տրվեց 58%, այսինքն մոտավորապես 58 մանդատ, այնտեղ 101 հոգի են։ 58 մանդատ, ինչը բավարար էր ամբողջովին Մայա Սանդոյին աջակցելու եւ այդ գիծը տանելու համար։ Եվ ինչու տեղ ունեցավ, որտեղ գլոբալիստները ասացին, մենք թույլ չենք տալու, որպեսզի այս տարածքը, որը մեր համար նշանակություն ունի, այս ամբողջ տարածքը, որ կա, նշեցի, չէ, Մոլդովա, Ռումինիա եւ այլն միջև կենտրոնական Ասիա, այս տարածքում ռուսական քաղաքական ազդեցություն լինի։ Հիմա Հայաստանում Պարոն Բադալյան, ընդդիմությունը այս մեր նշած 3 ուժերը, մասնավորապես այդ բոլոր պլաններին հակազդելու որևէ պոտենցիալ հնարավորություն չունեն։ Մենք խոսեցինք, եթե դուք խոսում եք գլոբալիստների մասին, խոսում եք նրանց այստեղի կողմնակիցների իշխանությունների տարատեսակ պատրաստությունների մասին, այդ դեպքում ընդդիմությունը ինչ ունի այս ամենին հակազդելու։ Նայեք, Եվ կարող են առասարակ նրանք միասնական ճակատով հանդես գալ։ Նայեք, շատ տարածված սխալ մոտեցում կա։ Ընտրություններին ընդդիմությունն ու իշխանությունը չեն մասնակցում։ Ընտրություններին մասնակցում են կուսակցություններ եւ դաշինքներ։ Իշխանություն եւ ընդդիմություն քաղաքական ուժերի կարգավիճակն է պետական կառավարման ապարատում։ Հա, ազգային ժողովում կարող են խոսալ իշխանություն ընդդիմություն, բայց ընտրական կամպանիա ժամանակ մենք չենք խոսում իշխանություն ընդդիմություն, խոսում ենք իշխող քաղաքական ուժ եւ այլ ուժեր, կուսակցություններ, դաշինքներ, որտեղ մարդ որ քվեարկում է, չի քվեարկում, որտեղ սա ընդդիմություն է, քվեարկում է, որտեղ սա ռուսամետ ուժ է, արևմտամետ ուժ է կամ իր պատկերացած փրկիչն է կամ տատանվողը, անձնավորված են ուժեր, այո։ Չէ, պարտադիր չի անձնավորված, կան եւ անձնավորված եւ քաղաքական, օրինակ համար կան քաղաքական ուժեր, որոնք ասում են Հայաստանը պետք է լինի ՆԱՏՕ-ի, Եվրոմիության անդամ։ Իրանց համար մեկ ով է անձնավոր, ով է այդ գաղափար առաջտար, կարևոր քաղաքական իրենց ցանկալի կյանքի կերպարն են ուզում։ Այսինքն ընտրազանգվածը տարբեր է։ Ընդդիմություն իշխանություն պայքար չի գնում է քաղաքացիական պայմանագիր եւ այլ ուժեր։ Հիմա ինչ վերաբերում է գլոբալիստներին, նաև ավարտենք, որ գիտեք, վերջերս լրատվական դաշտում տեղեկությունը տարածվեց, որ առայն, որ Հայաստանի իշխանությունները գրավոր դիմել են, ուրեմն Եվրոմիության ղեկավարությանը աջակցություն, օպերատիվ խումբ ուղարկել, օպերատիվ խումբ 20 հոգից 1 եւ որը որոշ ժամանակ հետո վերածվելու է բացի 20 հոգից էլի մեծ ներկայացություն է գալու Եվրոմիության։ Այստեղ ապա տեղեկատվության դեմ պայքարելու համար ինչ է հասկանում ապա տեղեկատվություն, դա նշանակում է բոլոր այն լրատվամիջոցները, որոնք չեն կիսում կամ կասկածի տակ են վերցնում Հայաստան, Եվրոմիություն, Հայաստան արևմուտք այս հարաբերությունները, նրանց հետ կապված կարող են խնդիրներ լինել, ընդհանուր հեռուստաընկերության, ռադիոընկերությունների, կայքերի, այսպես արգելափակում եւ այլն, այսինքն դրանք շատ հանգիստ կարող են արգելափակել, սա գիտություն բոլոր հեռուստա, ռադիո եւ կայք ունեցողներին։ Սա այս գործողությունները կարող է տեղի ունենալ։ Պատճառաբաները, որ սա ապա ուրեմն քաղաքականացնում են։ Հիմա ընտրության մասնակից այլ ուժերը ինչ պետք է հասկանան առաջին հերթին, որ Գյումրի 2-ով, որ դուք ձեր հարցում ասացիք, չի լինելու։ Գյումրին դա քաղաքապետի ընտրություն էր։ Ամեն դեպքում քաղաքական ընտրություններ, քաղաքապետն էլ ընտրվեց հիմա, հա, ինչ ասենք, քաղաքական իշխանության հարցեր են լուծում, ասֆալտապատում, քաղաքի, չգիտեմ, կանաչապատում, կոմունալ տնտեսություն եւ այլն։ Ինքը քաղաքի հարց է։ Այո, ճիշտ է, բայց ամեն դեպքում ինքը քաղաքականացված բավականին ընտրություն է։ Հա, ցանկացած ընտրություն քաղաքականացված է։ Ցանկացած ընտրություն, բայց ինքը ամեն դեպքում իր գործառույթը քաղաքի խնդիրները լուծելն է։ Ազգային ժողովի ընտրությունները կանաչապատման խնդիր չէ, սա աշխարհակաղակական ընտրություն է։ Գյումրի ընտրություններին Եվրոմիությունը չասեց, ես գումար եմ տալու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իսկ այս ազգային ժողովի ընտրությունը գիտեք, չէ՞, կարաս պաշտոնապես հայտարարել է 15 միլիոն եվրո տալիս եմ, հələ չգիտենք ուրիշ ինչքան նաև գումար կտան, այլ գումարների մասին դեռ չենք լսել, բայց ուրիշ ինչքան գումարներ կտան, հələ մենք չգիտենք, բայց այդքանը տալիս են, բնականաբար 20 հոգի որ գալիս են, դա էլ է գումար, մեծ ներկայացություն դրա է գումար, ինչի համար ազգային ժողովի կողմից ձևավորված վարչապետը լուծելու է տրիպի հարց, ռուսական ռազմական բազայի դուրս բերելու հարց, եկած գիծը Ռուսաստանի ձեռքից վերցնելու հարց եւ աշխարհակաղակական հարցեր։ Եվրոմիությունը կռիվ է տալու։ Հիմա ինչ վերաբերում է մյուս ուժերին, առաջինը սա պետք է իրեն գիտակցեն, որ հունիսի 7-ին դա քաղաքացիական պայմանագիր եւ թվակած 3 եւ այլ ուժերի միջև պայքարը չի գնում։ Քաղաքացիական պայմանագիրի թիկունքում կամ իրանք շուտ հանդիսանում են ոչ թե նրանց գործընկեր, այլ նրանց դրածոները, խամաճիկները, դա գլոբալիստների եւ ազգային ուժերի պայքարն է գնում։ Շատ լավ գիտակցեցին, ինչ պետք է անեն նրանք։ Գնան իրանց սցենարով։
Եթե դու մտնես մոլդովական սցենարի մեջ, ինչ որ հիմա տեղի է ունենում, դու չես կարող հաղթել, դա բացառված է։ Դու չես կարող մտնել ուրիշի սցենարի մեջ եւ ուրիշի սցենարով, ուրեմն հաղթանակ տանել։ Դու պետք է վերցնես եւ մտածես, իսկ այս համայնք, այս իրավիճակում ինչ պետք է անում։ Առաջին հերթին դու պետք է դաշնակիցներ ձեռք բերես։ Հանձինս Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության, որովհետեւ այդ երկու երկրները դեմ են, որպեսզի Հայաստանը վերածվի հակառուսական, հակաիրանական պլազդարմի, իսկ նա վերածվելու է, չի կարող չվերածվել, հետո գլոբալիստների ծրագիրն է իրականացվում։ Ռուսաստանը եւ Իրանը ռեսուրս ցանկություն գուցեև ունենան, բայց ռեսուրսներ այս պահի դրությամբ ունեն այս ամենին միջամտելու թույլ չտալու, հաշվի առնելով Իրանի խնդիրները իր միջուկային ծրագրերի հետ կապված Ամերիկայի 5 րոպեից պակաս այդ հարվածի վտանգը, հա, իսկ Ռուսաստանի Ուկրաինայում զբաղեցնել այդ երկու խաղացողները կարող են թույլ չտալ։ Կարող են, եթե դու իրենց հետ կարողանաս համապատասխան ձևով քաղաքականություն իրականացնել։ Այո, կարող են, ունեն այդ ռեսուրսը։ Ուրիշ բան է, նրանք իրականացնեն, թե չեն իրականացնի, դա ուրիշ հարց է, բայց նրանք այդ ռեսուրսներն ունեն Հայաստանում այլ ուժերի աջակցելու, որպեսզի նրանք գան իշխանության, բայց այդտեղ ամենակարևոր, ասենք, Սահմանադրությունը թույլ է տալիս մինչև անգամ հունիսի 7-ը տարբեր ուրեմն սցենարներով իշխանափոխություն իրականացնել սահմանադրական շրջանակներում։ Այսինքն այն ուժերը, որոնք որ ուզում են գան իշխանության, այսպես ասածам, նրանք քաղաքական ուժին պետք է հաղթել մինչև հունիսի 7-ը։ Եթե դու մինչև հունիսի 7-ը չհաղթեցիր, հունիսի 7-ի քվեարկության օր դու չես հաղթելու, որովհետև մի բան պետք է հասկանալի լինի, որ եթե իշխող քաղաքական ուժը մինչև հունիսի 7-ը հասավ ինքը այդ բանին, այդ օրը հասավ ընտրություններին եւ վարչապետը մնաց իր աշխատասենյակում, պայմանական ասած եւ հաղթող մնաց, չպարտված առնվազն մնաց, նրա քաղաքական ուժի վերարտադրությունը գրեթե 99.99% է, որովհետեւ չպետք է մտածել, որ գիտեք Եվրոմիության գլոբալիստներ արևմուտքը, հա, J.D. Vance-ը, որը եկավ եւ հա Հայաստանի վարչապետին ասաց, հա, շատ լավ խաղացումը աջակցում են, այդ թրիպը հատկապես որ իրանք ստեղծել են, իսկ թրիպը դա միայն հակա-իրանական, դա բիզնես պրոյեկտ չի, դա հակա-իրանական պրոյեկտ է, Իրանի ճանապարհն է փակում դեպի Հայաստանից Ռուսաստան, Հայաստանից Վրաստան եւ դեպի Եվրոմիություն, փակում է Իրանի այդ միակ, այսպես ոչ մահմեդական երկրի ուրեմն ճանապարհը։ Չպետք է մտածել, որ այդ արևմտյան կոնգլոմերատը թույլ է տալու, որպեսզի այս իրենց ամբողջ միլիարդավոր ներդրումները, որ իրանք տարիներ շարունակ արել են եւ երկար ժամանակով ինչ որ ռազմավարություն իրականացրել, որ հայ ժողովուրդը ազնիվ արդար ընտրությունների միջոցով 117.622 ձայնով, այսպես պայմանականon ասած, այդ իշխող քաղաքական ուժը պարտվի, գան ազգայնական ուժը, ձերթված ուժերը, որոնք վերանայեն Իսլանք պոտենցիալ ունեն, առնվազն երկրորդ նախագահն ասեց, չէ, ես թրիպ հետ կապված կառաջարկեմ մի կետ, եթե չհամաձայնեմ, ես իմ միջոցներով կվերանորոգեմ, դա նշանակում է թրիպի վերանայումը, որտեղ թրիպը բիզնես պրոյեկտ չի, դա ճանապարհի արժ չի։ Անդե Իրանի ճանապարհը թույլ չտալու Հայաստան մտնելու, դե բնականաբար իրենք անեն ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա։ Եվ եթե այն ուժերը իրանք ուզում են գան իշխանության, իրանք առաջին հերթին պետք է իրանք մեջ դրեն բան այդ մի սկզբունք նպատակը արդարացնում են միջոցները, իհարկե նկատի ունեմ սահմանադրական։ Սահմանադրության նորմերի մեջ։ Հա, նորմերի մեջ։ Այդ նորմերը թույլ են տալի, բայց ոչ թե բառացի պետք է կարդալ սահմանադրությունը, պետք է կարդալ իր ամբողջ էությամբ հասկանալ եւ դա քեզ թույլ է տալիս գալ իշխանության։ Ուրեմն դու պետք է այդ միջոցներին դիմես։ Բայց այս փայ դրությամբ Պարոն Բադալյան, մի տեսակ չեք չափազանցնում գլոբալիստների եւ այսպես դրսի ուժերի դերը եւ նրանց նշանակությունը եւ նրանց հնարավորությունները, այսինքն մեր զրույցից ստացվում է, որ ժողովուրդը, հասարակությունը իր ընտրական քվեով ոչինչ չի որոշում այս պահին։ Նայեք, անցյալ տարի մենք գիտենք օրինակներ, երբ որ տարբեր երկրների պատմություններից, օրինակ երբ որ ինչ որ X պահի հասարակությունը ամեն դեպքում այդ երկրի ներսում ապրող բնակչությունը որոշակի խաղի կանոններ փոխել է։ Ինչու դա չպետք է այսօր մեր մոտ լինի։ Նայեք, Հայաստանի հասարակությունը ավելի ուժեղ չէ, քան Ռումինիայի հասարակությունը, որտեղ ավելի մեծ թվով բնակիչներ ապրում, ավելի զարգացած է ժողովրդավարության մակարդակն ավելի բարձր, քան Հայաստանում, բայց
նախանցյալ տարի տեղ ունեցած ուրեմն դեկտեմբերին նախագահական ընտրություններում, երբ որ երկրորդ տեղ ունեցավ նախագահական առաջին փուլ, հետո ուրեմն երկրորդ փուլ պետք է տեղ ունենար, երկրորդ փուլ անցավ մի գործիչ, որը ռումինական, ոչ թե պրոռուսական, այլ հակագլոբալիստական, բայց պրոեվրոպական, բայց հակագլոբալիստական դիրքորոշում ուներ, Կենտրոնական տրական հանձնաժողովը չեղալ հայտարարեց այդ ընտրությունների երկրորդ փուլը պատճառաբանելով, որ նա Twitter-ում ռուսական ինչ-որ գործարար է ֆինանսավորել նրա Twitter-յան ուրեմն PR քարոզչությունը։ Սահմանադրական դատարանը առաջին անգամ որոշեց, որ սխալ է ուրեմն այդ իրավապահ մակարդակի որոշումը թույլ տվեց նրան մասնակցել երկրորդ փուլին, զանգեցին երևի Բրյուսելից, ասացին Սահմանադրական դատարանը ինչ որոշում է կայացրել, Սահմանադրական դատարանը երկրորդ որոշումը կայացրեց, որը հակասում է Սահմանադրական դատարանը նույն հարցը վերաբերյալ հակադիր որոշում չէր կարող կայացնել։ Երկրորդ որոշումը կատարեց, որով արգելեց տվյալ քաղաքական գործիչին մասնակցել երկրորդ փուլին։ Նրան չգրանցեցին, մայիսին տեղ ունեցավ երկրորդ փուլը, երկրորդ փուլում նախագահ դարձավ գլոբալիստերի համար ցանկալի գործիչ Ռումինիա, որտեղ Ռումինիան չէր կարող դուրս մնալ այս ծրագրից։ Երկրորդը արդեն բերեցի Մոլդովա, շատ մեծ աջակցություն տեղ ունեցավ, ավելին անգամ բուն Մոլդովայի տարածքում ընդդիմություն չասենք, ընտրության մասնակից ուժերը հաղթեցին իշխող քաղաքական ուժին բուն Մոլդովայի տարածքում, բայց մոլդովական սցենարի, այսպես ասած, ոչ ազդեցիկ տեխնոլոգիաների միջոցով գլոբալիստները հաղթանակ բերեցին այդ ուժին։ Հիմա հարց է առաջանում, Հայաստանի հասարակությունը ավելի ուժեղ է, քան Մոլդովայի հասարակությունը, ավելի ուժեղ է, քան ուրեմն Ռումինիայի հասարակությունը, բնականաբար ոչ։ Ինչու, որովհետև ասեմ, եթե այն երկուսում ստացվել է, որն է պատճառը, որ այ Հայաստանում դա չի ստացվել։ Ասեմ, որն է պատճառը, հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել, որ օրինակ ամեն դեպքում Հայաստանում ընդդիմադիր ուժերը եւ ընդդիմադիր առաջնորդները ունեն բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ, ունեն լրատվամիջոցներ, ունեն X էլեկտորատ, վերջը այդ մարդիկ կենսագրություն ունեն, ճանապարհ են անցել եւ որոշակի հետագիծ են թողել։ Հիմա ինչու՞ չպետք է նրանք կարողանան իրենց այդ հնարավորությունները կապիտալիզացնել, նյութականացնել եւ ընտրություններին լուրջ հաջողության հասնել։ Ասեմ ինչու, որտեղ նրանց կարող է թույլ չտան ընդհանրապես գրանցվել։ Այսինքն դուք ունեք լրատվամիջոց, շատ լավ, դուք ունեք պոտենցիալ 200-300 հազար ընտրող, որոնք պատրաստ են գալ ձեզ քվեարկել, խնդիր չկա, դուք ունեք ֆինանսական ռեսուրսներ, դուք ունեք հաղթելու համար ցանկացած ռեսուրս, բայց կենտրոնական տրական հանձնաժողովը ձեզ չի գրանցում։ Եվ վերջ։ Ամեն դեպքում լավ, եթե մեր ներքին շարունակենք մեր ներքին քաղաքական վերադասավորումների թեման, պարոն Բադալյան, մենք մի հարց բաց թողեցինք։ Ի վերջո այս երեք ուժերը, նաև այլ ուժեր եւս, որոնք ընդդիմադիր դաշտում գործելու հայտ են ներկայացրել, նրանք միավորվելու ընդհանուր շահերի գիտակցություն այս պահին ունեն, դուք տեսնում եք դա, թե ոչ։ Գիտեք, sense ասենք էլի, ոչ թե միավորումը ոչ թե գնում է ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր, որովհետեւ շատ կարող ենք թվարկել, հա, ասենք ընդդիմադիր են եւ ազգային ժողովրդավարական բևեռը եւ ասենք Հայաստան դաշինքը, բայց ես չեմ պատկերացնում նրանց միավորումը։ Այսինքն Չէ, խոսքը գնում է Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ շահագրգռված ուժերի մասին, եկեք այսպես պայմանավորել։ Այսպես, եթե մենք վերստուդամար արդեն ասում ենք ոչ թե ընդդիմադիր, այլ այն ուժերը, որոնք որ եվրասիական, ասենք Հայաստանի ասենք առաջարկ Հայաստանին, Հայաստան դաշինքը, ուժը Հայաստանը, ինտեգրացիոն համակարգերի մեջ են Հայաստանի ապագան տեսնում, Շանհայյան համագործակցության կազմակերպություն, ԵԱՏՄ, այսինքն այն երկրներ, որտեղ Հայաստանը բնականորեն, ասենք, ինտեգրված է, տնտեսականաչ ունի, նրանց Իրանը, Ռուսաստան եւ այլն, բնականաբար։ Հիմա նայեք, դաշինքը երեք ուժերի միջև նախընտրական կամպանիան հնարավոր չէ, ոչ թե հնարավոր չէ, երեքի ֆիզիկական միավորումը հնարավոր չէ, բայց քաղաքական դաշինքը հասկանալի է, կա երեքն էլ առանձին գնում է, որտեղ այստեղ մի հատ խնդիր կա, էլի։ Տեսեք, նրանք ամեն դեպքում իրար մրցակիցներ են, այդ երեք ուժերը, որովհետև նրանք մրցում են նույն էլեկտորատի վրա, ասենք պրոռուսական այսպես կոչված, որտեղ երեքն էլ Հայաստանի ապագան տեսնում են նույն, հիմնական նույն ուրեմն քաղաքական համակարգում, էլեկտորատը նույնն է, այսինքն այդ ուժերը Հայաստանի ռուսամետ ընտրազանգվածը բաժանելու են երեք մասի, հիմնական մասը Սամվել Կարապետյան միջինը, Հայաստան դաշինք մի փոքր ասենք Գագիկ Ծառուկյան, կախված ասենք այս պայդրությամբ իրենց ակտիվությունից, դրան գումարած Գագիկ Ծառուկյան եւ Սամվել Կարապետյանը զուտ որպես քաղաքական գործիչներ, կերպարներով նրանք նույնն են, նրանք հանդես են գալիս որպես հրաշագործ
գործ, այսինքն երկուսը խոշոր գործարարներ են, երկուսը բարեգործություն են արել, երկուսը բիզնես են տալի, աշխատատեղեր են տալի, պոլիտեխնոլոգիայում, ասենք այդ կերպարով հանդես եկող գործիչները կոչվում են հրաշագործներ, այսինքն դա իմ տերմինը չէ, դա մասնագիտական գրքային տերմին է։ Նրանք որպես ուրեմն այդ կերպարով հանդես գալ մրցակիցներ են, իրական մրցակիցներ են, եւ մրցակից է նաեւ Ռոբերտ Քոչարյանին, որը իր կերպարով մոտ է, որպես հաղթող է հանդես եկել, Ղարաբաղյան պատերազմը հաղթել 2018 թվականներին, ասենք տնտեսական աճապով եւ այլն, նա էլ մոտել, ասենք իր կերպարով մոտել երկու գործիչներին, այսինքն նրա ընտրազանգվածները բաժանվել, այսինքն այս երեք ուժերը մաքսիմալ այդ ընտրազանգվածները փաստացի ուրեմն բաժանել են միմյանց մեջ, այսինքն նրանք եւ դաշնակից են, բայց ընտրություններից առաջ իրար մրցակից են։ Հիմա այստեղ հետաքրքիր է ինչ քաղաքականություն պետք է վարեն միմյանց նկատմամբ, որովհետեւ ինչ էլ ասեն իրանց ընտրազանգվածները, իդեպ նաև դաշնակից են մեկ ուրիշ հարցով, որովհետև նրանք ովքեր որ չեն ուզում, որ իշխող քաղաքական ուժը վերարտադրվի, այսինքն պայմանականon ասած Նիկոլ Փաշինյանի հակաընտրազանգվածը, որը ոչ մի դեպքում չի ուզում, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, գնալու է այս երեք ուժերի ուղղությամբ, գնալու է առաջին Սամվել Կարապետյան, երկրորդ Ռոբերտ Քոչարյան, երրորդ Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ, այսինքն X ծավալու ընտրազանգվածը 3 մասշտաբի բաժանվելու։ Հիմա հետաքրքիր է թե քարոզարշավի ժամանակ նրանք միմյանց նկատմամբ ինչ, ասենք, PR կամպանիա իրականացնեն, քննադատեն միմյանց, ինչ որ հարվածներ կտան, որտեղ նրանք մրցակից են բնական միջև հունիսի 7-ը եւ դաշնակից են հունիսի 7-ից հետո, սա պետք է հասկանանք։ Հետաքրքիր է, որ մինչև այս պահը հանրապետական կուսակցությունը չի շտապում հայտարարել իր մասնակցության մասին, նրան որևէ դեր այս ընդհանուր կոնֆիգուրացիայի մեջ արժե վերապահել հանրապետական կուսակցությանը։ Զուտ հանրապետական կուսակցությանը չի ասել, որովհետեւ նրա լավ անձերին, մասնավորապես երրորդ նախագահ։ Երրորդ նախագահն ուրիշ է, երրորդ նախագահն այո, երրորդ նախագահն ունի կշիռ քաղաքական դաշտում, բնականաբար եւ պակաս կշիռ չունի, եւ նա կարող է իր, ասենք, քաղաքական, ասենք, միգուցե չերևացող գործողություններով աջակցել այս կամ այն քաղաքական ուժին, դա ուրիշ հարց է։ Իսկ բուն հանրապետական կուսակցությունը այս պահի դրությամբ ոնց որ թե ինքը այդ որտեւ ինքը օրենտացիոն կամ փրկիչային այդ ծրագրի մեջ չի, ասենք, եթե տվյալ դեպքում ռուսական կողմնորոշման ուժերը հայտնի են, չասենք ռուսական, ռուսամետ, ասենք եվրասիական զարգացման կողմնակիցները ավելի հայտնի են, ասենք, դիրքորոշում են հայտնել, հանրապետական կուսակցությունը ամեն դեպքում ինքը տենց հայտնի դիրքորոշում չի հայտնել, այդ այնտեղ տարբեր ուրեմն ասենք կրեատոր գործիչներ կան, որոնք այլ կերպ են ընտրվում, կան մարդիկ, որոնք ռուսական գծի կողմնակիցներ են ընկալվում, կան մարդիկ, որոնք գերմանական, Եվրոմիության գծի կողմնակիցներ են ընկալվում եւ այլ, այսինքն տարբեր բաներ կան, բայց երրորդ նախագահն այո, կարծում եմ, կարող է աջակցել ուրիշ ուժերի, նաև հանրապետական կուսակցություն կարող է աջակցել ընտրության մասնակից այլ ուժերի, վերջում այնտեղ մենակ այս 3, ասենք, եվրասիական քաղաքական, հա, կամ ռուսամետ քաղաքական գծի կողմնակիցներ չեն, այնտեղ կան նաև այլ ուժեր, որոնք մասնակցում են ընտրություն։ Կարող է նրանց աջակցել։ Պարոն Բադալյան, իշխանությունը երկրի ներսում մի շարք PR քայլերի է գնում այս օրերին, մենք տեսնում ենք թոշակների բարձրացում կա, մենք տեսնում ենք նաև սոցիալական սուր խնդիրների շուրջ կառավարության միջամտությունը, մասնավորապես ջրի հետ կապված, ջրամատակարարման հետ կապված, այսինքն ընտրում են զգայուն թեմաներ, որոնք հասարակության համար իսկապես կարևոր են, եւ այդտեղ ցույց են տալիս, որ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ժողովուրդը նրանցից դժգոհ չմնա։ Նրանք հարուստ գործիքակազմ ունեն, հետագայում եւս մենք կարող ենք տեսնել նման PR ծրագրեր։ Էլի ճիշտ է, ոչ թե իշխանություն, այլ իշխող քաղաքական ուժ։ Երբ որ մենք խոսում ենք ընտրությունների մասին, իշխող քաղաքական ուժը, այո, նայեք 10000 բան է, թոշակետ կապված 10000 թիվը, գիտեք 10000-ը ոնց որ թե պատահական չընտրվեց։ Սիմվոլիզմ եք տեսնում նախորդ նախկինների ժամանակ, երբ որ կար որոշակի այսպես ընտրակաշառքի հասկացություն 10000 դրամով ձայն գնելու գործընթացը կար եւ սրանով փաստացի ինչ է ասում իշխող քաղաքական ուժը ձեզ առաջին տարի մի անգամ են 10000 տալիս, հիմա ձեզ ամեն ամիս 10000 դրամ են տալիս։ Մենք չմոռանանք, որ նախկինում կար մի մեծ ընտրազանգված, որը 10000 դրամով գործողությունները, չէ՞, ասենք մոտիվացիոնալ գործողություններ կազմում, կատարում քվեարկելով այդ կողմնորոշումին։ Հիմա սա սիմվոլիզմ է, 10000 դրամ է։ Իդեպ սա էլ մի քիչ թեվակի ուրեմն խորամանկություն, նշվեց միջավ 10000, բայց ֆիքսվեց 10000-ը, որտեղ այնտեղ նշվեց, որ բոլոր չի որ 10000 կստանան, ասենք ամենացածը 10000, միջին քիչ ուրիշ, բայց սա տնտեսագետներ ավելի լավ կասեն։ Սա այդ սիմվոլիզմն է, մեկ։ Երկրորդը, ջրի հետ կապված խնդիրը նույնպես ուրեմն կապված էր ընտրական կամպանիայի հետ, որովհետև
որովհետև այո, խնդիր կա, որովհետև Երևանը աչուձախ շենքեր են կառուցել եւ իրոք ջերը, որովհետև Թամանյանը հաշվարկել էր 300,000, հիմա բավականին մեծ ուրեմն բնակչություն է ապրում, անդադ ջրի կարիք կա, էլիտար շենքեր եւ այլ, այսպես կոչված եւ անդադ ջրի ծավալը մեծացել է, կորուստերը դա էլ վատ կառավարիչ է եւ բնականաբար ջրի հետ կապված խնդիր կա։ Ջուրը ասում են վատ կլինի, մարդկանց մոտ դժգոհություն է առաջանում, բայց կառավարությունը ասում են, այս թույլ չեմ տա վիոլային ջուր լինի եւ տատանվող ընտրազանգված իմաստը ասում է, այո, ապրի կառավարությունը, որ տենց հա վարչական ռեսուրսով ինքը կարողացավ ուրեմն այս հարցը լուծել։ Այսինքն սա նույնպես կա, իդեպ նշեմ, որ այդ թոշակների բարձրացումը շատերը նշվում որպես ընտրակաշառք, միշտ իմացեք, որ տարբեր երկրներում իշխող քաղաքական ուժը, կլի անգամ Միացյալ Նահանգներում Տրամպի նախորդ կառավարման ժամանակ մարդկանց անգամ սոցիալական գումար տվեց $2000 կոവിഡից հետո, դա նույնպես համարեցին ընտրակաշառք, իդեպ հիմա էլ է պատրաստում տալ, միշտ իմացեք, աշխարհի բոլոր երկրներում, երբ որ ընտրությունները մոտենում են, իշխող քաղաքական ուժերը սկսում են ակտիվ սոցիալական քաղաքականություն իրականացնել։ Դուք չեք կարողացել սա ընտրակաշառք է, բայց ըստ էության դա ընտրակաշառք է։ Բայց հիմա եթե դուք սկսեք ընտրակաշառք մեղադրել, այ ինչի եք բարձրացել, հիմա բարձրացեցին, դե իշխող քաղաքական ուժը կարող է ձեր դեմ ուղղել, ասել հարգելի ընտրողներ, տեսեք, թոշականը ես 10,000 դրամ բարձրացնում եմ, բայց մյուս ուժերը դեմ են դրան, չեն ուզում եւ այլն։ Այդտեղ շատ զգուշ պետք է լինես, էլ այդ 10,000-ը ընտրակաշառք ասելու, բայց կլինեն նման քայլեր, թե չէ միանշանակ կլինեն շատ ավելին կլեն, որը կլեն դժվար ասել, որովհետև մենք տեսնում ենք, որ այն ուժերը, որոնք որ այս ծրագրերը իրականացնում են, ասենք ոնց որ թե համապատասխան խորհրդատվություն ստանում են, թե ինչ իրականացնել։ Եվ ոնց որ թե դա աշխատող է։ Այո, որոշ 10,000 դրամ բարձրացումը, ջրի հետ կապված այդ խնդիրները եւ այլն, անգամ բենզին Ադրբեջանի տարածքից որ այժմ գալիս է Հայաստան եւ այլ նման քայլերը, այո, տատանվող ընտրազանգված մի մասին կարող են բերել քվեարկության եւ նրանք քվեարկեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Պարոն Բադալյան, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Կհանդիպենք։